chapter 9. 19-րդ գլուխը If you remember back in chapter 8, verse 9, the people were sad. Եթե հիշում եք 8-ին God's word. ժողովուրդը տխուր էին, հա, երբ որ Աստծո խոսքը հանդիմանեց իրենց, And then they did that joyous celebration. հետո կատարեցին ուրախ տոնակատարություն, And now they're returning to the dealing with their հիմա sins. վերադառնում ենք մեր գործ ունենալու մեր մեղքերի հետ։ This is a fascinating chapter Շատ զարմանահրաշ գլուխ ասեմ, because որովհետև it gives you basically an outline of the Old Testament from Genesis all the way to the time of Nehemiah. Ընդհանուր նկարագիր է տալիս, հա, ծննդոցից մինչև Նեհեմիայի գիրքը։ And this entire chapter highlights two things very clearly. Երկու հստակ բան ենք տեսնում այս գլխի մեջ։ Man is very sinful, Մարդը շատ մեղավոր է, but God is very gracious. բայց Աստված շատ շնորհաշատ է։ And they're preparing in chapter 10, they will renew their covenant with God. They will make a new commitment to God. Տեսնում ենք, թե ինչպես են իրենք նորոգում իրենց ուխտը, տալիս նոր ուխտ Աստծուն։ Hearing the word of God in chapter 8 to celebrating God's care for them in the wilderness at the end of 8 to now they're dealing with their sinful tendencies throughout their history. Հիմա տեսնում ենք, թե ինչպես են 8-րդ գլխի տոնակատարությունից 9-րդ գլխում անցնում արդեն իրենց մեղավոր սովորությունների հարցերը լուծելուն։ And there's a saying that you can frequently hear, those who cannot learn from the mistakes of their past are destined to repeat them. Մի ասացված կա չէ, ովքեր իրենց անցյալի սխալներից չեն սովորում, ի վերջո կկրկնեն դրանք։ And that's what we really see in chapter 9. Ահա թե They ինչ keep ենք repeating the տեսնում same mistakes again and again and again. 9-րդ գլխում, որովհետև շարունակ ու շարունակ իրենք կրկնում են նույն սխալները։ And the Levites and Nehemiah and Ezra are leading them in confessing their sins in very detail. Հայվտացիները Նեհեմիան եւ Եզրասը առաջնորդում են, որ իրենք շատ Remember in the first chapter, մանրամասն կերպով խոստովանում են իրենց մեղքերը։ Nehemiah heard about the terrible situation there in Israel, in Jerusalem. Հիշում եք, առաջին գլխում, երբ Նեհեմիան լսեց, թե ինչ իրավիճակում է գտնվում Երուսաղեմը, նա աղոթք արեց, աղոթք բարձրացրեց։ Խոստովանեց իր մեղքերը եւ իր հայրերի մեղքերը, իր ժողովրդի մեղքերը։ It's a group confession of the sins of their fathers that leads them to a confession of their own sins. Այս խմբակային ապաշխարությունը իրենց հայրերի մեղքերի համար տանում է, որ իրենց մեղքերն էլ խոստովանեն։ And then it calls people to remember God's majesty and their sins against him. Սա կան չէ, որպեսզի մարդիկ հիշեն Աստծո մեծությունը եւ այն մեղքերը, որ գործել են իր դեմ։ In order to prepare to make a fresh commitment to him. Որպեսզի թարմ ուխտ նորոգեին իր հետ։ Let's read verses 1 Եկեք to 4. կարդանք առաջինից 4-րդ համարները 9-ի։ Չեմ եկել կարդացել։ Արդնույն ամսի 24-րդ օրը հավաքվեցին Իսրայելի որդիները ծոմով, քրձերով, գլխներին մոխիր, եւ Իսրայելի սերուն եղողներն առանձնացան բոլոր օտարազգիներից եւ կանգնած խոստովանում էին իրենց մեղքերը եւ իրենց հայրերի անօրենությունները։ Նրանք կանգնեցին իրենց տեղերում եւ կարդացին իրենց Տեր Աստծո օրենքի գրքից 4-րդ օր, իսկ հաջորդ 4-րդում խոստովանում եւ պաշտամունք էին մատուցում իրենց Տեր Աստծուն։ Ապա աստիճանների վրա կանգնեցին Ղևտացիներից Հեսուն, Բանին, Կադմիելը, Սաբանյան, Բունին, Սարաբյան, Բանին եւ Քենանին եւ բարձրաձայն գոչեցին իրենց Տեր Աստծուն։ When did these events take place? Երբ տեղի According to ունեցան verse 1. ըստ առաջի համարի այս իրադարձությունները։ Ամսվա վերջ։ It was 24th day, end of the month. So it's 2 days after the festival of Booths had ended. Տաղավարների տոնից 2 օր հետո այսինքն։ And what do we see them doing in verse 1? Ինչ են անում առաջին համարում։ Ինչ են հագած։ Ծոմ, Fasting,
sackcloth Գլխներին է մոխիր։ and putting dust, ashes on their on head. their heads. What are the sackcloth and ashes symbols of? Քուրզն ու մոխերը ինչի սիմվոլ են? Repentance, symbol of repentance, Symbol of remorse. repentance. Now, fasting in the Old Testament is not near as frequent as fasting in the New Testament. Ծոմը 5 տակարանում այնքան հաճախ չենք հանդիպում, ինչքան նորում։ By the time Jesus was born, fasting had become a tradition. Հիսուսը երբ որ ծնվել էր այդ ժամանակ ծոմը ավանդույթ էր դարձել։ Something the Pharisees did once or twice a week. Մի բան, որ փարիսեցիները շաբաթը 1 կամ 2 անգամ անում էին։ So it's like, it's Tuesday, let's fast. Երեքշաբթի է, եկեք ծոմ պահենք։ But in the Old Testament, fasting only occurs when people are sorry for their sins 5 տակարանում մարդիկ ծոմ են վերցնում, երբ and when they զղջում want են to seek իրենց God. մեղքերի համար եւ երբ փորձում են փնտրել Աստծուն։ This is all about God's people wanting to turn from their sins and turn to Him. Սրա միջոցով Աստծո ժողովուրդը ուզում են իրենց մեղքերից թեքվել եւ դառնալ դեպի Նրան։ And I want you to notice as they begin this, Ուզում եմ they նկատեք, separate themselves from all the foreigners. որ երբ սկսում են սա, իրենց առանձնացնում են բոլոր այլազգիներից։ So this is only Jews who are participating in what happens here tonight. Միայն հրեաներն են մասնակցում սրան։ They basically gathered together as a group and did not allow foreigners who, there were foreigners who had been living in Jerusalem, there were still foreigners. Իհարկե կային, հա, օտարազգիներ, ովքեր ապրում էին Երուսաղեմում, And there was no law against foreigners living in Jerusalem. եւ օրենք չկար, հա, արգելող դրանց ապրել այնտեղ։ But this is a uniquely Jewish event. Բայց սա յուրահատուկ հրեական իրադարձություն է, If միջոցառում you է։ guys were going to gather to remember the sins of your Armenian ancestors, Եթե օրինակ դուք հավաքվեք, հա, որպեսզի հիշեք, ապաշխարեք հայ նախնիների մեղքերի համար, that's not an event for me. այդ իմ համար That միջոցառում would be a uniquely տեղյակ չեմ Armenian մասնակցի, event հա։ where you're looking back at the past and confessing the sins of your ancestors. Դա մի հավաքույթ է, որտեղ դուք հայրով պետք է հավաքվեք ու ապաշխարեք, հա, You can't նախնիների confess the մեղքերի sins of համար։ ancestors that you didn't have. Չես կարող քո նախնիների մեղքերի համար ապաշխարես, եթե իրենք քո նախնիները չեն։ And this doesn't mean they didn't that they were being mean to these foreigners. Ինչը They basically were չի just saying, նշանակում, this որ is something that you don't have a part in. իրենք կոպիտ չէին այստեղ, հա, օտարազգիների համար, ուղղակի սա մի բան էր, որի մեջ իրենք մաս չունեին։ Can I ask a question? Yes. Հա, ուզում եմ հասկանամ, բայց ինչ լոգիկա կա հայրերի մեղքերի համար խոստովանություն անել։ Իմաստավորն է։ Այլ իմաստավորն է, մենք գիտենք, որ ամեն մեկը ինքը իր մեղքերն է։ Մեղքերի համար պատասխանատու է, ինչ պետք է տար։ What's the point of confessing sins of fathers, ancestors? We know that each person is responsible for their own sin. It's not about getting those people forgiven. Բանը այդ մարդկանց համար ներում ստանալը չի։ It's about admitting that we all have the same tendencies that our ancestors had. Ավելի շուտ ընդունելն է, որ այն ինչ այն մեղքերը, հա, կամ մեղավոր հակումները, որ իրենք ունեցել են, մենք էլ ունենք The այսօր։ logic will run, they did this, they did this, they did this, Օրինակ իրենք արել են այս բանը, and we have sinned against you as well. մենք նույնպես մեղանչել ենք քո առջև։ But because, particularly for Israel, because God has a long-term relationship with a unique people, Մանավանդ Իսրայելի հետ, հա, որ Աստված հարաբերություն է ունեցել կոնկրետ այս they want ժողովրդի to go հետ։ back and say, through all these years, you've been good and we've been bad. Իրենք կարելի ասել հետևյալն են խոստանում, որ տարիների ընթացքում դու եղել ես լավը, իսկ մենք վատը։ Short answer is, by remembering the mistakes of their ancestors, they can be able not to repeat them. Կարճ պատասխան, հիշելով նախնիների մեղքերը, իրենք ունակ են դառնում դա չկրկնելու։ And look what they do in verse 2 and verse 3. Նկատեք թե ինչ There's են three անում things they do. 2 եւ 3 համարներում 3 բան են անում, որոնք են դրանք. Կարդալ, Reading, խոստովանել, confessing, պաշտպանել, ինչ անել? պաշտպանել։ And repent.
or worshiping. Worship. կամ երկրպագություն։ Okay, how are those three related? Reading, repenting, Ինչպես են and worshiping. կարդալը, ապաշխարելը եւ երկրպագությունը կապված իրար հետ։ Why were all three of them? Աստծո խոսքի միջոցով է ոնց որ էսի այդ իլյուստրացիան այլ հայելի է հանդիսանում տեսնում ես քո մեղքերը ու խոնարհում ես։ The illustration of God's word being like a mirror would be appropriate here. Like you see in the mirror, you see yourself, and then you repent for that. And remember, this whole chapter is going to talk about how bad people have been and how good God has been. Հիմա հիշեք ամբողջ գլուխային մասն է թե ինչքան վատ են ժողովուրդը եւ ինչքան լավն է Աստված։ So when we look in the mirror of God's word, what do we see? Երբ որ նայում ենք Աստծո խոսքի հայելու մեջ, ինչ ենք տեսնում։ We, like they have been sinful. Մենք ինչպես նրանք եղել ենք մեղավոր։ We need to confess and repent. Պիտի խոստովանենք ու ապաշխարենք։ But at the same time, God has been good. Միևնույն ժամանակ Աստված բարի է եւ նա արժան է երկրպագության։ And really they help each other. They're interconnected. Իրենք միահյուսված են։ How are you going to know you're sinful if you don't have the standard of the word of God? Ինչպես կարող ես իմանալ, որ մեղավոր ես, եթե չունես Աստծո խոսքի ստանդարտը։ It's the problem with the world today. People say, well, I don't think this is bad. Դա է այսօրվա աշխարհի խնդիրը։ Մարդիկ ասում են, որ ես չեմ կարծում այս ինչ բանը վատ է։ Okay, it doesn't matter what you think. You're welcome to your opinion. Կապ Everyone չունի has the right to be wrong. Ինչ ես մտածում, կարող ես ունենալ քո կարծիքը, կարող ես ունենալ քո սխալ կարծիքը։ But there is confession is not just about an inner feeling. Այդ խոստովանությունը ուղղակի ինչ-որ ներքին զգացողություն չի։ It's about looking at an objective standard of right and wrong. Դա նայելն է ճիշտ ու սխալի օբյեկտիվ ստանդարտին Saying I have done wrong. եւ տեսնելը որ այո ես սխալ եմ արել։ Same thing. You can't praise God if you're people will say, well, my God would never do that. Ինչ որ մարդիկ ասում են, որ իմ Աստված երբեք այսպիսի բան չէր անի։ Or sometimes I hear, I believe in Jesus. Կամ երբեմն այսպիսի բան եմ լսում, ես հավատում եմ Հիսուսին։ My next question is, what kind of Jesus? Հաջորդ հարցս հետևյալն է, որ Հիսուսին։ Jesus who is, Հիսուսին or the Jesus that you want to be. իրական Հիսուսին, թե քո ուզած Հիսուսին։ And I believe it was C.S. Lewis that said the following. Կարծում եմ Clive Lewis-ն էր հետևյալը ասել։ The sad fact is that many people will die one day. Տխուրն այն է, որ շատ մարդիկ մի օր մահանալու են And right after death, եւ անմիջապես մեռնելուց հետո they will realize իրենք կգիտակցեն, that the God they believed in is not the God who exists. որ Աստված, ում որ իրենք հավատացել են, իրական գոյություն ունեցող Աստված չէ։ My Jesus, my God. Իմ no, Հիսուսը, իմ Աստվածը չէ, it's the one and only God, the one and only Jesus. միակ Աստված եւ միակ Հիսուսը։ And the Word of God helps us to confess our sins because it gives us a standard. Աստծո խոսքը օգնում է մեզ խոստովանել մեր քերը, քանի որ այն տալիս է ստանդարտ, Praise God because it reveals how wonderful He is. մոտիվացնում է Աստծուն փառաբանել, որտեղ ցույց է տալիս, թե ինչքան հրաշալի է նա։ If you, in this whole process, it started back in chapter 8. Այս ամբողջ process-ը սկսում է 8-րդ գլխում։ If you delete the Word of God, confession and worship will not happen. Եթե հանենք, հա, այստեղից Աստծո խոսքը, խոստովանությունը եւ երկրպագությունը երբեք էլ չեն լինի։ Throughout the history of Christianity in the 20th and early 21st century, Քրիստոնեության պատմության մեջ 20-րդ դարում եւ 21-ի սկզբում one of the biggest problems has been the erosion or the disappearing faith in the authority of Scripture. ամենամեծ խնդիրներից մեկը եղել է կորուստը, հա, խոսքի իշխանության կորուստը։ We've gone from the Bible is the Word of God Հասել ենք սկզբում հավատում ենք, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է, to the Bible contains the Word of God. հետո անցանք Աստվածաշունչը պարունակում է Աստծո խոսքը, To the Bible is just good religious literature. եւ դրանից էլ հասանք Աստվածաշունչը ուղղակի լավ կրոնական գրականություն է։ And when you've seen heresy spread, one of the chief areas it typically starts from is a turning away from the Word of God. Եվ հերձվածողությունը հիմնականում երբ տարածվում է, առաջին սիմպտոմը դրան է, որ մարդիկ երես են թեքում And in the Աստծո history խոսքից։ of great revival movements are Pробуждение, the Bible has been in the center of that.
Պատմության ընթացքում տեսնում ենք, երբ արթնություն է տեղի ունենում, Աստվածաշունչը միշտ դրա կենտրոնում է։ Those three things, the reading of the Word of God, the confession of sin, and worship, were so closely tied together. They were all needed at this point. Խոսքի ընթերցանությունը, ապաշխարությունը եւ երկրպագությունը այնքան կապված են, հյուսված են եւ երեքն էլ պետք են այս ժամանակ։ Look how long they spent reading the Word of God and then Ուշադրի confessing եղեք, and worshiping. ինչքան ժամանակ են անցկացնում, հա, կարդալու մեջ եւ հետո էլ խոստովանելու 5 րոպե։ This is a quarter of a day would be how long? Ինչքան է օրվա 4-րդ Well, մասը։ even if we're saying they're counting the day as sunrise to sunset. Նույնիսկ եթե ասենք արևածագից մայրամուտ են հաշվում, մեկը They may not be thinking 24-hour day Չեն like we գուցե do. 24 ժամանակ օրվա մասին չի գնում սաստա They probably, խոսքը։ as Hebrews were thinking of day as in when it gets light to when it gets dark. Որպես եբրայեցիներ շատ հաճախ մտածում էին լուսաբացից մինչև մայրամուտ։ At Բայց this time of the year, կրկին, this was September, October, սեպտեմբեր, հոկտեմբեր այդ ամիսներն so է։ 12 hours of daylight. 12 ժամանոց օր, օրինակ 12 ժամ լույս կլինի։ So 3 hours of reading, 3 hours of confessing. 3 ժամ ընթերցանություն, 3 ժամ ուրեմն ապաշխարություն, խոստովանություն։ What does the fact that they were willing to spend that much time in reading and then in confession and worship say to you? Ինչ է ձեզ ասում են փաստը, որ ենք պատրաստ են այսքան ժամանակ անցկացնել ընթերցանության եւ երկրպագության մեջ։ That was real turning away. This is not just an emotional something. Զգացմունքային ինչ-որ բան չէ։ Իրանք որ իրանք մեղքերը հասկացել են նախնիների իրոք զղջում են էլի։ They really understood their sins of their ancestors, and they're repenting in a real way. In verse 4, we Չորրորդ have the համարում, Levites again, who are leading the կրկին people. տեսնում ենք ղևտացիներին, ովքեր մարդկանց առաջնորդում են։ But this time they're leading out in prayer. Right. basically. Այս անգամ իրենք կարելի ասել աղոթքի մեջ են What առաջնորդում does the end of ժողովրդին։ verse 4 say they did? Ինչ է asում 4-րդ համարի վերջին նրանց մասին։ Yeah, crying out loud. Do you know the word lament? Yeah. Okay. Yeah. This is a lament. Ողբես է։ This is a very emotional saying, "Oh God, help us." Զգացմունքային կերպով ասում են Տեր օգնիր մեզ։ And they're leading the people saying, "We need to do this." Մարդկանց առաջնորդում են ասելով մենք պետք է անենք սա։ And why do you think it was important that Levites, priests, along with Nehemiah, these guys are religious leaders. Ղևտացիները, հա, ուրեմն Եզրասի Նեհեմիայի հետ ու քահանաների հետ իրենք կրոնական առաջնորդներ են։ Why do you think it was important that they were up on this platform where the Word of God had been read from before? And why are they up on this platform and crying out to God for forgiveness? Ինչու են իրենք այս բեմի why was it important? Why was that Ինչ որ կարևոր որ իրենք կանգնեն հենց այս բեմի վրա, որտեղ դրանից առաջ Աստծո խոսքն էին կարդացել։ Առաջնորդ է, որպես օրինակ են։ To serve as an example and lead them. Okay, to lead them into Մեծ that. չէր, որ իրանք առաջնորդային ուրեմն համաձայն չէին ժողովրդի արածի հետ։ It wasn't like they were exempt from this because they were leaders from the confessing. And the three things that they do, Երեք բաները որ իրենք են անում, which of those three are a regular planned part of your typical worship service here in this hall? այս երեքից որն է այստեղ ձեր ծառայությունների մաս, մշտական մաս։ Ասեմ, որ կարդալը տեսանելի է, խոստովանելը բնականաբար ամեն մեկը ինքը միգուցե պատգամի ժամանակ ինքը իր մեջ խոստովանի, որ այդքան է տեսանելի չի, թեպետ դեպքեր եղել են մեր համայնքում, ովքեր որ խոստովանել են, եւ պաշտամունքը, այսպես հարաբանությունը դա է միշտ 100%-անոց տեսանելի է։ Մեջտերի մասն է, որ We have reading of the Word of God Right? You have the Word and of God. the worship, and those two like happen visibly all the time. The confession part, I mean, it happens. It could happen when somebody hears the sermon. It's not as visible as probably they did here, but
Although some people share their testimonies, confessions, but it happens just not in a visible way. There are some churches, and I think it's a good tradition, Որոշ եկեղեցիներ կա, ու կարծում եմ սա լավ ավանդույթ է, that after the hearing of the Word of God, after they worship, երկրպագությունից եւ խոսքից հետո they will add a few minutes մի քանի րոպե են տալիս, when there is just quiet music being played, երբ հանգիստ երաժշտություն է դրվում, and they call it a time of decision. որոշման ժամանակ են ասում սրան, եւ մտորման, The goal isn't որդածության։ to get people. The goal is not just to get people to come forward, talk with the pastor, and get saved. Նպատակը միայն այն չի, հա, այդ ընթացքում, որ ժողովուրդը մոտ գնան, հովի հետ խոսան, փրկվեն։ Is designed to say before you go home, before we get up and start Այս visiting, 2-3 րոպեն նրա համար է, որ այսպես ասած ասում են մինչև որ տուն գնաք, make sure you've summarized what God said to you today. վստահ եղեք, որ ինքը ձեր համար ամփոփեք, թե ինչ Աստված ասում այսօր։ Done what you need to do in response to what He said today. Ու անեք այն ու պատասխանեք այնպես ինչպես որ պետք է։ It's not a bad idea. If not every Sunday Վատ when you do the գաղափար Lord's Supper, չի, I would highly recommend that you do that. Եթե նույնիսկ ոչ ամեն Կիրակի, երբ որ անեք օրինակ, Տիրոջ ընթրիքը, հաղորդությունը արժի For անել the դա։ Lord's Supper, before we rush in and do the supper, let's think about ourselves. Let's think about the Lord. Let's spend some time in prayer. Այսինքն շտապելով չվերցնենք, հա, հաղորդությունը դրանից առաջ կարելի է այսպես աղոթքով ու խոստովանությամբ մոտենալ։ Let's read verses 5 and 6. Կարդանք 5-6 համարները։ Եվ Հեսուկ Ադմիել, Բանի, Ասաբանիա, Սարաբիա, Օվդիա, Սաբանիա եւ Խեթայա վերտացիներն ասացին. Վեր կացեք, օրնեցեք ձեր Տեր Աստծուն հավիտյանս հավիտենից։ Օրնյալ լինի քո փառավորյալ անունը, որ ամեն օրնությունից եւ փառաբանությունից բարձրյալ է։ Դու, միայն դու ես Տեր, դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը, իր բոլոր զորքերով, եւ երկիրն ու այն ամենը, ինչ նրա վրա է, ծովեր եւ այն ամենը, ինչ նրա մեջ է, եւ դու ես նրանց բոլորիդ պահպանում, եւ երկրի զորքերը քեզ են պաշտում։ In verse 5, what do these Levites say about God? 5-րդ համարում ինչ են ղևտացիները ասում Աստծո մասին։ Կոչ Աստծուն օրնելու, It's a call to bless God, ինչ էր ասում։ բայց ոչ թե ժամանակավոր։ Կորոնեն Աստծուն։ Blessed be the Lord Բայց ոչ թե ինչ-որ ժամանակով, այլ հավիտյանս հավիտենից։ and not just from not a time frame but from everlasting to everlasting. Okay. Եվ հետո So he was there when time began. He was there in eternity past. He'll be there in eternity present. And Good now. eternity future. I'm sorry. Անցյալ հավերժությունից, հա, մինչև եկող անվերջություն, այսպես ասած լինելու է։ Now, why was it important that they then immediately said what they first say about God in the beginning of chapter 6? Why did they say Verse what they 6, say? I'm sorry. Ինչու այնց ասպես ասացին։ որովհետեւ 6-րդ համարում, որովհետեւ իրանք կյանքի ընթացքում բացի իրանից ուրիշ աստվածներ են պաշտել, իրանք են եղել։ Because they also because they worshipped other gods in their lifetime or they were gods themselves for Իսրայելի themselves, խնդիրը այդ էր, էլի։ which was the main problem of Israel, Դրանալ Աստված ասել էր, չէ՞ որ բացի ինձանից։ which is why God gave the command that don't have any other gods before me. So Many scholars will say that the Babylonian captivity once and for all cured the Jews of outward worship of idols. շատ աստվածաբաններ ասում են, որ Բաբելոնյան գերությունը բուժեցա այս կռապաշտության, ամեն դեպքում տեսանելի կռապաշտության խնդիրը։ Point of returning on, they may sin against God's commands, but they're not worshiping Baal or other idols. Միգուցե Աստծո մնացած պատվիրանները չպահեն, բայց Բահաղին, այնտեղ ուրիշ աստվածների այլևս չեն պաշտում հետ գալուց Get հետո։ to the New Testament, the Sadducees and Pharisees had problems of the heart. Հա, հասնենք նոր կտակարան, փարիսեցիները, սադուկեցիները սրտի խնդիրներ ունեն, But they had settled it once and for all, we only worship the God of Israel. բայց այս հարցը լուծված էր, որ մենք Իսրայելի Աստծուն ենք միայն պաշտում։ It's interesting, even Cyrus, who let them go,
Հետաքրքիր է նույնիսկ Կյուրոսը, հա, որ And թույլ տվեց Artaxerxes, հրեաներին վերադառնալ, Xerxes, ու Արտաշեսը, they both talked about the great God of heaven. իրենք խոսում են երկնքի մեծ Աստծո մասին։ But Xerxes, Artaxerxes and Cyrus, they still worshipped many gods. Բայց Արտաշեսը եւ Կյուրոսը իրենից բացի նաեւ ուրիշ աստվածներ են They were պաշտում։ kind of afraid of the God of Israel. Իրենք վախում էին They Իսրայելի didn't want to Աստծուց, offend him, չէին ուզում իրեն նեղացնել, but to say they were monotheists or believed only in one God, բայց ասել որ իրենք մի Աստծուն էին պաշտում, այդպես չէր։ and what are the people around them doing? Եվ ինչ են ժողովուրդը իրենց շրջանում։ You got the Ammonites, Samaritans, you got the Arabs down below, the Ashdodites. Who do they worship? Ամոնացիներին, աշտարացիներին, այս բոլոր ազգերին ում էին իրենք երկրպագում։ Who they worship? Ում էին երկրպագում։ In general. Ընդհանուր առմամբ։ Ոչ էս ճշմարիտ Աստծո։ Not the true God. Not the true God, false Okay. gods. Սխալ սուտ աստվածների։ And so it's real important as they're going to renew their covenant, they have to remember who their God is Երբ նորոգում են իրենց ուխտը, կարևոր է հիշել թե ով է իրենց and his Աստվածը uniqueness. եւ իր յուրահատկությունը։ And then it moves into what do they talk about what he has done and what he did. in Ինչ verse են 6 says. խոսում, հա, I'm 6-րդ sorry, համարում։ at the end, yeah, in verse 6, I'm sorry. Ոնց որ ծննդոցի 6-րդ բանը համարում լինի, ինչ է արելն է։ ստեղծագործության պատկերը։ It's like the creation story in Genesis Uh-huh. that everything came from God. Now there's three phases there. Everything came from God, Ամեն բան եկել է Աստծուց, but there are people that they're called deists. բայց մարդիկ կան ովքեր դեիստ They են believe that կոչվում։ God created the world like a mechanism, Իրենք հավատում են, որ Աստված ստեղծել է աշխարհը որպես placed within մեխանիզմ, creation laws and rules and արժեքործության վրա դրել է օրենքներ, wound it օրինաչափություններ, up like a mechanism. մեխանիզմի պես սարքել է։ Pulled his hands back and just watches what happens. Ձեռքերը լվացել է ու կանգնել է, կանգնած նայում է թե ինչ է տեղի ունենում։ Oh, here it says he gives life to all beings. Չէ, այստեղ դա ասվում է, որ դա կյանք է տալիս ամեն էակի։ You know, when you read the Psalms, Երբ if կարդում God would pull his Սաղմոսները, hand back from creation, all the wild animals would starve. եթե Աստված ձեռք լվանար, հայ ձեռքերը քաշեր, բոլոր վայրի կենդանիները սովից կմեռնեն։ God is involved in history. Աստված ներգրավված է պատմության մեջ։ He's a God who's not watching history from afar, but is very closely involved in where history's going. Նա ոչ թե Աստված է, որ հերվից է նայում, թե ինչպես է պատմությունը զարգանում, այլ անմիջական կերպով ներգրավված է դրա մեջ։ If you think about how Paul puts this, in him we live and breathe and have our being. Ինչպես է Պողոսը ասա ներկայացնում, նրանով ենք ապրում, շնչում, նրանով կանք We directly depend on him. ու անմիջական կերպով կախված ենք նրանից։ He's the one that sets the rising and falling of nations, according to Acts 17. Ըստ Գործք 17-ի նրանից է կախված ազգերի բարձրանալն ու ընկնելը։ He determines or limits what their actual national boundaries will be. Նա է սահմանում թե որոնք են լինելու այդ ազգերի Very much սահմանները։ involved in that. Ամեն ինչի մեջ ներգրաված է։ Think about this. If he's not only just the creator, Մտածեք այս մասին, but if այն he's the որ controller նա of history, ոչ միայն ստեղծողն է աշխարհի, բայց նաև պատմության how does that վրա relate to their իշխողը, situation right now? To their situation then? այս մարդկանց իրավիճակի հետ դա ինչպես է կապված։ Սերտ կապ ունի իրանց աստվածպաշտության կյանքի հետ։ It has an immediate connection to their worship life. Cyrus Kyros, was God's shepherd, as it's called. Kyrosը ինչպես ասում են, Աստծո հովիվն է։ God moved on his heart and boom, he let them go. Չէ, նա աշխատեց իր սրտի հետ, Աստված դրեց իր սրտում ու թողեց որ հրեաները գան։ Nehemiah went to the king, Նեհեմիան գնաց թագավորի մոտ, Artaxerxes. Արտաշեսի, God's hand was upon Nehemiah, so Աստծո ձեռքը Նեհեմիայի վրա էր, ուստի so Nehemiah what? and God was able to come back. God all he needed. Եվ տվեց այն թագավորը տվեց ինչ որ պետք էր։ And then all the stars of heaven, that may either be the stars or the angels of heaven. Իսկ երկրի աստղերը կարող են լինել հենց կոնկրետ աստղերը կամ լինի սիմվոլ հրեշտակների համար։ So they've got to stop and they got to remember who God is. Կարևոր է հիշել թե ով է Աստված։
before they can move forward in repentance. Մինչև իրենք կարող են շարունակել ապաշխարության Let's մեջ։ read verses 7 and 8. Կարդանք 7 եւ 8 համարները։ Դու ես Տեր Աստվածը, որ ընտրեցիր Աբրահամին եւ նրան դուրս բերեցիր Քաղդեացիների ուրից եւ նրա անունը Աբրահամ դրեցիր։ Եվ նա սիրտը հավատարիմ գտավ քարչը եւ նրա հետ ուխտ կնքեցիր, որ նա սերնդին 10 քանանացիների, քետացիների, ամորացիների, փերեզացիների, հեբուսացիների, գերգեսացիների երկիրը։ Եվ քո խոսքն իրագործեցիր, որովհետեւ դու արդար ես։ Mhm. What events are being remembered here in verses 7 and 8? Ահա 7 եւ 8 համարներում ինչ է հիշում, ինչ իրադարձություններ են հիշում։ Promise to Abraham, What happens covenant. With his name? What happens with his Ինչ է name? տեղի ունենում իր անվան հետ։ Name change, Uh-huh. changed his From name. Great father, exalted father to father of a multitude. Great father, From exalted father, great father to մեծ father. իր սկզբում է կանոնը Աբրահամ նշանակում էր մեծ հայր եւ փոխած դարձրած բազմության հայր, ազգերի հայր։ Now, when you look at Երբ նայում ենք where God is saying that, where the Levites are saying God brought him out of Աղևտացիները Ur of the Chaldees. Հայտարարները ասում են որ քաղդեացիների ուրից դուրս հանեց նրան։ The Chaldeans were pagan Քաղդեացիները worshippers. հեթանոս ժողովուրդ են։ They worshipped multiple gods. Բազմաթիվ աստվածներ էին պաշտում։ So it's a miracle Հրաշք է, that a guy who grew up in the middle of a place where people believed in multiple pagan gods, ինչ որ մեկով մեծացել է մի վայրում, որտեղ բազում աստվածներ he են meets the պաշտում, one true God, նա հանդիպում է ճշմարիտ Աստծուն, but բայց to develop Abraham Աբրահամին զարգացնելու համար unpolluted by that cultural context, որպեսզի չկեղտոտվի այդ կոնտեքստում, He says- մշակույթում, leave everything you know. նա ասում է դուրս արի, թող ամեն բան որ գիտես։ I love the original command. Ինձ դուր է գալիս այդ սկզբնական պատվիրանը։ Go to a land that I'll show you. Գնա այն երկիրը, որ քեզ ցույց կտամ։ Poor Abraham, when he's leaving Ur, which Աղջի is the Աբրահամը երբ metropolitan ուրից center, որ այդ ժամանակվա այդպես զարգացած քաղաք է, is headed out into the countryside, գնում է գյուղական տարածք ինչ որ։ and he doesn't even know where he's exactly going. Նույնիսկ չգիտի էլ թե որտեղ է գնում։ But what is said about Abraham? Բայց ինչ ասում Աբրահամի մասին։ հավատարիմ ինքն էր։ He was faithful. Why do you go ahead? Ու կարող ես 7-րդ համարում մտածում եմ էլ։ I think about verse number 7. Mm-hmm. Կարող է Աբրահամի օրինակը նաև ոնց որ իլյուստրացիա բերում, ցույց տա թե իրանց Can- ինչ արել։ Հալա է տենց լինի։ Abraham's example also be an illustration of what God did to them. Mm-hmm. No? Mm-hmm. Yes. Հա, Yes. And what we're going to see is ինչ ենք տեսնել այստեղ։ he uses that word faithful. Օգտագործում է հավատարիմ That բառը, concept of faithfulness in some form. հավատարմության several times. գաղափարը ինչ որ առումով հատ մի քանի անգամ։ But typically from this point on, it's only God who's faithful and people are unfaithful. Սա որպես կանոն, այստեղից հետո Աստված միշտ հավատարիմ է եւ մարդիկ են անհավատարիմ։ And so this man is faithful and Այս մարդը God հավատարիմ է makes a covenant with him. եւ Աստված նրա հետ ուխտ է կնքում։ What was up? One, he's called the father of the multitude because he's going to have descendants that are as numerous as the stars of the sky. Չէ, ինչու է կոչվում բազում ազգերի հայր, որովհետեւ նրա սերունդը լինելու էր ծովի ավազի չափ։ But how does the land fit in to that covenant? How does what? How does the land, the promised land, fit into that covenant? Հա, իսկ ինչ տեղ ունի այս ուխտի մեջ խոստացված երկիրը։ God Որն said է he'll have a lot կարևորը։ of children, and Ահա he նա said, ասաց, որ what's he promised him about the land? որ կտամ քեզ լիքը երեխեք ու այդ տարածքի մասին, հա, երկրի մասին ինչ խոստացավ, ինչպիսի երկիր է լինելու օրինակ։ Հա, կաթ մեղր բխո։ Like milk and honey giving place.
Now, at this point in time, when they're remembering this, are they occupying the land of all those tribes? Այս ժամանակ, երբ որ հիշում են չես բոլոր ցեղերին, արդյոք իրենք արդեն այդտեղ են գտնվում։ Այս հեբուսացիների եւ մնացածի տարածքում։ Nope. Չէ։ So there has to be a little sadness in their hearts as they hear this. God promised this. Այսինքն տխրություն պետք է լինի, երբ որ սա լսում, Now we're որտեղ back. Աստված խոստում է տվել, հիմա մենք հետ ենք եկել And all ստեղ։ we've got is a small But- portion of what formerly was this other. Ընդամենը մի փոքրիկ տարածք ունենք այն բանի, ինչ մի ժամանակ հարավային թագավորություններ Իսրայելի։ But before they could ever start to think, well, maybe God didn't keep His promise. Բայց մինչև իրենք մտածեին, կարողանային մտածել, որ լավ Աստված իր խոստումը չպաց, ինչ են ասում ղևտացիները։ Last part of verse 8. 8-րդ համարի վերջին մասը։ Դու արդար ես։ You are righteous. And Եվ Խոսքը իրագործեց։ you have fulfilled your word. So, if we don't have all the land that was promised to Abraham, Եթե մենք whose fault չունենք, is that? եթե մենք չունենք Աբրահամին խոստացված ամբողջ երկիրը, ում մեղքն է դա։ God's fault or our fault? Աստծո թե մարդու, our fault, people fault։ People often want to blame God Մարդիկ հաճախ so that ուզում they են don't have to Աստծուն մեղադրեն, recognize their own personal responsibility. որպեսզի չգիտակցեն իրենց անձնական պատասխանատվությունները։ So we've started with creation. Սկսեցինք նարչագործությունից, Now we've moved into Abraham հիմա and անցում covenant. կատարեցինք Աբրահամին եւ ուխտին, And then the next big event, if you remember on our chart going across, there was Abraham and the time of the patriarchs. հաջորդ մեծ իրադարձությունը, And the հիշում ենք next big event Աբրահամը հայրերի շրջանը, հաջորդ մեծ իրադարձությունը լինելու է Եգիպտոսից You ազատագրումը։ remember we said that for the people in the Old Testament, the Exodus was what the cross is for us today. Հիշում եք չէ՞ որ ասացի դա սկզբում, որ այն ինչ մեր համար խաչն է, հին ուխտի մարդկանց համար Եգիպտոսից դուրս գալն էր։ It's the central event of the Old Testament. 5 տակարանի կենտրոնական իրադարձությունն է։ The death, burial, and Ինչպես, resurrection is Հիսուս the Քրիստոսի central event of. մահը թաղումով հարությունը նոր կտակարանի կենտրոնական So let's իրադարձությունն է։ read verses 9 Եկեք to 11. կարդանք 9-ից 11-րդ համարները։ Եվ տեսա մեր հայրերի նեղությունը Եգիպտոսում։ Լսեցի նրանց աղաղակը Կարմիր ծովի մոտ, եւ նշաններ ու հրաշքներ արեցի Փարավոնի վրա, նրա բոլոր ծառաների եւ նրա երկրի ամբողջ ժողովրդի վրա, որովհետեւ իմացար, որ ամբարտավան գտնվեցին նրանց դեմ, եւ քեզ համար անուն ստեղծեցիր, ինչպես որ այսօր է, եւ ծովը ճեղքեցին նրանց առջև, եւ նրանք անցան ծովի միջով, չոր հողի վրայով, իսկ նրանց հալածիչներին ծովի խորքերում ընկղմեցիր, ինչպես քար հզոր ջրերի մեջ։ Okay. Verses 9 through 11, they remember how the Lord delivered Israel from Egypt. 9-ից 11-րդ համարներում հիշում են, թե ինչպես է Տերը ազատել իրենց Եգիպտոսից։ What does this part of their history reveal about God? Իրենց պատմության այս մասը ինչ է հայտնում Աստծո մասին։ Saving and gracious, Okay. Saving and gracious, փրկող, ողորմած, compassionate, կարեկցող, powerful. զորավոր։ Why are those important attributes for them to remember? Ինչու են այս հատկանիշները կարևոր այս իրավիճակում։ Որտեվ այս իրենց կոնտեքստում ինչ որ եղել է, այս ատրիբուտները տեսել են նրանք։ Because the same thing happened to them. They saw the same attributes too. For years they've been crying out to God to be delivered Այն from շարունակ delivered from the exile. Եվ դայնը շարունակ աղաղակում էին, որ իրենք էլ այդ գերությունից ազատվեն, And definitely it's a distinct act of God. եւ միանշանակ սա Աստծո հստակ գործն էր։ I think many of the Jews were very shocked when finally Cyrus made the decree that said you can go back. Կարծում եմ հրեաներից շատերը ցնցված էին, երբ Կիրոսը վերջապես տվեց այդ They հրովարտը, heard the հրամանը promises արձակեց։ of God, 70 years and then you get the kingdom.
իրենք գիտեին Աստծո խոստումները, որ 70 տարի հետո կվերադառնաք ձեր տուն, But like we said, բայց ինչպես ասացինք, nobody could at that time calculate when did the 70 years from God's perspective start and when would it end. ոչ ոք չէր կարող հասկանալ այդ ժամանակ, թե 70 տարին երբ է սկսում եւ ավարտվում։ In some ways they were like us today. We know Jesus is coming back. Ինչ որ առումով իրենք նման էին մեզ այսօր, հա, գիտենք, որ Հիսուսը հետ է գալու, բայց կոնկրետ չգիտենք երբ։ So then it happens, the door opens. Տեղի ունենում դա դուրը բացում է։ And so what are some of the things that you notice in here that God did? Ինչ եք նկատում What does it այստեղ, mean ինչ when it անում says you Աստված։ perform signs and wonders against Pharaoh? What's he referring to? What are they referring to? Ասում է հրաշքներ եւ նշաններ արեցի Փարավոնի վրա, ինչին է հղում արվում։ Դրս նշաններն ու հրաշքները ինչի է դա։ Որոնք են դա։ 10, հա։ Mhm. It's probably referring to the plagues of Egypt. Աղետները, Remember the չէ՞։ plagues? Հիշում եք աղետները Եգիպտոսի վրա որ բերեց։ Was it 7? Yes. Supposed to be 10. I don't know. Maybe it's no, I think it's 10. Should be 10. But you've got, you've got flies, you got hail, Ջանջեր, you've got the death of the Կար- firstborn, which was the very կարկոտ, end. հա, ամենավերջինը, որ You've got առաջնեկները, yeah, the blood, the water becoming blood. So, And then finally, one of those signs, վերջը, it wasn't one of այդ the plagues, one of the նշաններից signs մեկը, աղետներից մեկը, God defeats the best technologically equipped army in the ancient world at that time with water. Աստված այդ ժամանակի ամենատեխնոլոգիապես զարգացած բանակին հաղթում է նրանց Israelites ուղղակի didn't have to throw a խեղդելով sword ջրի or- մեջ։ or throw a spear or pull a sword. Չէ, ու ինչ ոչ մեկի կարիք չեղավ, որ սուր հանի կամ Wall of water on նիզակ this նետի։ side, wall of water on this side, they walk through on dry land. Չէ, Աստված ջուրը այս կողմից տանում, այն կողմ, այս կողմից այն կողմ ու իրենք չոր գետնի The վրա Egyptian անցնում։ army goes through, what happens? Եգիպտացիներն են մտնում, ինչա տեղի ունենում։ And They dry drown. land is not so dry, it becomes mud, they get stuck in Sure. it, water comes over and destroys them. Ջուրը ուղղակի հետ է գալիս ու այդ չոր գետին այդքան էլ չոր չէր արդեն։ And in end of verse 10, it says, Դասեր you թամրի made a վերջը։ name for yourself that endures to this day. Դու քո համար What do you think that means? մի վարքան, քո համար անուն ստեղծեցիր եւ մինչեւ այսօր կանգուն է այդ անունը։ Ինչ է դա նշանակում։ What do you think that means? Ինչ է կարծում, ինչ է նշանակում։ Yeah, we got to think about it. Name is like reputation. Անա, ցար։ They through these signs they show that God is truly powerful. And like so Moses himself keeps referring to this event that don't you remember that God did powerful signs and revealed you with this. Mhm. So And we know that when the people are afraid to go in to the Մարդիկ promised land, վախենում են մտնել խոստացված երկիր, but when they finally, their descendants are ready to go in, բայց երբ իրենց հետնորդներն են ուզում գնան այնտեղ, and they send the two spies in to talk to Rahab եւ at Jericho. Եվ ուղարկում են Ռախաբի մոտ They come back Երիքո and say, the people, երկու այդ basically in modern language, the people are scared to death of us. երբ որ գնում են այնտեղ They have no At, strength left. լրտեսները հետ են գալիս ասում են որ այնտեղի ժողովուրդը մեզնից սարսափում են 40 years after the Lord drowned all those people, 40 տարի հետո երբ Աստված այս մարդկանց խեղդել էր tribes եգիպտացիներին in the promised land have խոստացված not stopped thinking about it or talking about it. երկրի ժողովուրդը անընդհատ տեղյակ են եղել ու մտածել են սրա And շուրջ she says it continues to this day. եւ որ ասում են մինչ օրս էլ այդ անունը կա It's been hundreds of years after արդեն 100-ավոր the տարիներ է Exodus անցել happened. Ելիցի իրադարձություններից But there's still, even among the pagan nations, there's still
It may have by this time been legend, but there's still talk of, do you know what the God of Israel did? back then?" Միգուցե լեգենդ կլիներ արդեն, բայց դեռևս կխոսեին, հա, թե գիտեք ինչ է արել Իսրայելի Աստվածը այն ժամանակ։ So one of the key events he takes it back to is creation. Այսինքն կարևորագույն իրադարձություններից մեկը դա արարչագործությունն է։ So he's basically saying, if we want to properly relate to God, we have to recognize creation, recognize what he's done in creation. Աստի առաջի բանը, որ պիտի անենք դա ընդունելն է արարչագործությունը։ One evangelist, expert in apologetics said this. Մի ապոլոգետ ավետարան չհետևյալն է ասել։ The theory of evolution has been incredibly effective in blinding people's eyes to God and sending people to hell. Էվոլյուցիոն տեսությունը շատ էֆեկտիվ է եղել մարդկանց աչքերը կուրացնելու դեպի Աստված եւ ուղարկելով նրանց դժոխք։ And he went on further and explained the significance. Եվ ավելի խորացավ ու բացատրեց կարևորությունը, նշանակությունը If սա։ I am created by a rational, supernatural being who's called God, Եթե ես ռացիոնալ գերբնական էակի կողմից եմ ստեղծված ով I am Աստված է, responsible before that creator. ես պատասխանատու եմ այդ արարչի առաջ։ If there's no creator, Եթե չկա ստեղծող there's no արարիչ, accountability. չկա նաև հաշվետվություն, պատասխանատվություն։ Man is the master of it all. Մարդն է ամեն ինչի տերը։ And so it blinds so many people. Սա այնքան մարդկանց է կուրացնում ավետարանի համար։ Also the Exodus, I mean the covenant with Abraham is so important. Աբրահամի հետ ուխտը այնքան կարևոր է, He's going back and he's reminding them, you didn't pick me, որ հիշեցնում է նա իրեն, դու ինձ չընտրեցիր, I picked you. ես ընտրեցի քեզ։ And in Deuteronomy again and again they'll talk about, Երկրորդ I didn't pick you օրինացիը because նույնպես you were a bigger nation or Yes. you were a more powerful ընտրեցի ձեզ, nation. որտեղ No, դուք you're մեծ one of the եք biggest կամ nations. զորավոր սերունդ եք, չէ, դուք ամենաթույլերից մեկն եք։ And by the way, you didn't get out of Egypt because you were wise or good Oh. bureaucrats or could maneuver or Դուրս manipulate. չեկաք Եգիպտոսից, որտեղ իմաստուն եք, լավ բյուրոկրատ եք կամ I delivered խորամանկ you եք, with չէ։ that strong hand. Ես իմ զորավոր ձեռքով դուրս հանեցի So ձեզ։ they're lifting these people's eyes up and saying, Իրենք- remember the God you worship. Այս մարդկանց աչքերը վեր են բարձրացնում, ասելով հիշեք այն Աստծուն, մի երկրպագում եք։ Because in order for us to really experience renewal, revival, a new relationship with God, Oh. we have to become God-centered, not man-centered. Որպեսզի մենք կարողանանք փորձառել հանուր կյանք, արթնություն, պիտի լինենք Աստվածակենտրոն, ոչ թե մարդակենտրոն։ Okay, now let's read verses 12 through 14. Կարդանք 12-ից 14-ը։ As you're listening to them, I want you to be ready to tell me what event in Israel's history or what period in Israel's history is talked about in verses 12 through 14. Հիմա կարդալուց ուշադիր եղեք, որովհետև ուզում եմ իմանալ, թե ու որ հետո պատասխանենք, թե այս խոսքերում 12-ից 14-ը Իսրայելի պատմության ինչ ժամանակի մասն է խոսքը գնում։ Ցերեկրանքի սյունով առաջնորդեցիր նրանց եւ կրակի սյունով գիշերը, որ լուսավորեիր նրանց գնալիք ճանապարհը։ Եվ իջար Սինա լեռան վրա, եւ խոսեցիր նրանց հետ երկնքից եւ նրանց տվիր արդար դատաստաններ, ճշմարիտ օրենքներ, բարի կանոններ եւ պատվիրաններ։ Եվ փոսուր շաբաթը ծանոթեցիր նրանց եւ նրանց կանոններ ու օրենքներ պատվիրեցիր Մովսես ծառայի ձեռքով։ And what event is talking about, or what period of time is talked about here? Ինչ ժամանակաշրջանի մասին։ Նատը desert period։ It's not the wandering in the desert, though. Բայց անապատում թափառելը չի։ Remember, they come out, they stop at Sinai. Հիշեք դուրս են գալիս կանգնում են Սինայի մոտ։ This is before they rebel. Սա մինչև անապատի Moses ապստամբությունը։ goes up on the mountain. Մովսեսը բարձրանում է լեռը։ And he's talking about guiding by the pillar of fire and by light Այստեղ and խոսում by է գիշերը the instructions he կայքի gives on սյունով, ցերեկը Sinai. ամպի սյունով եւ Սինա լեռան վրա որ տրվում է What պատվիրանները։ do these verses show us about God's guidance and about Ինչ his է revelation? այս համարները մեր ցույց տալիս Աստծո առաջնորդության եւ He, հայտնություն տալու մասին։ did he just deliver them from Egypt and then say, okay, live however you want? Արդյոք նա ուղղակի ազատեց Եգիպտոսից, հետո ասեց թե ոնց ուզում եք ապրեք։ No. He delivered and he walked with them. Ah, okay. Նրանց չի թողել էլի։
didn't live them alone. Uh-huh. And do they know how to live as the people of God yet? Արդյոք գիտեն թե ինչպես ապրել որպես Աստծո ժողովուրդ։ No, not yet. Uh-huh. He's got to teach them. I've delivered to Դիս you, you're օրեսնի my իրենց, people. չէ, Now ես here's how you live in a relationship with ձեզ me. ազատագրել եմ եւ ահա թե ինչպես եք ապրում իմ հետ հարաբերություն This ունենալով։ phase is almost like early discipleship of new believers. Սա գրեթե նման է նոր հավատացյալների հետ աշակերտություն անցկացնելը։ They've come to faith in Christ, Քրիստոսին հավատք են եկել, but they don't yet know how to walk in Christ. բայց դեռևս չգիտեն ինչպես You քայլել gotta give them Քրիստոսի հետ։ principles, you gotta give them Ստե directions. արժի իրենց տար սկզբունքներ, ուղղություն։ And his guidance with the pillar by fire and the cloud by day and the fire by night. How did that system work? Do you remember? Ամպի կրակեսյունով առաջնորդել այդ համակարգը ոնց էր աշխատում հիշում եք։ They could see the cloud in the day and the fire at night, so we know that. Այո, հա դե հա տեսնում են ամպիսյունը, կրակեսյունը այդտեղ։ When did they stop and when did they move forward? Երբ էին շարժվում եւ երբ էին կանգնում։ When the fire stopped, when the pillar stopped, they stopped as well. So they were, one key principle of walking with God was stay in step with God. Այսինքն Աստծո հետ քայլելու սկզբունքներից մեկը հետեւյալն էր, որ Աստծո հետ տեմպի մեջ մնա, հա, հետ առաջ մի ինքն։ They didn't have the right to start out and say, hey God, catch up with us. Չեն կարող քայլել, ասեն Աստված արի հետևներիցս։ God's the leader, Չէ, Աստված է we առաջնորդը։ respond. Նա առաջնորդում է, մենք պատասխանում։ Pretty good paradigm for living the Christian life, right? Բավականին լավ օրինակ է այսօր Following մեր God wherever he leads. քրիստոնեական կյանքի համար, չէ, հետևել Աստծուն, որտեղ որ գնա եւ իր տեմպով։ And again, when the fire and the pillar are there, Երբ տեսնում ենք կրակեսյունը, basic rule, when the pillar of fire or the cloud move, we move. երբ ամպը կամ կրակեսյունը շարժվում է, մենք էլ շարժվում ենք։ But it wasn't like at 12 noon or at 12 midnight, it will move every day. Բայց այսպես ռիթմ չկար, էլի կոնկրետ, որ 12-ին ցերեկը կամ գիշերը շարժվելու է։ So they just had to be waiting and ready. Ուղղակի սպասեն ու պատրաստ լինեն։ He comes down Հետ իջնում եմ on Sinai, Սինա լեռան վրա, our God, like the God that Israel worshipped and that we worship, Աստված ում իրենք են երկրպագում եւ մենք, is a God who communicates. Աստվածը ով հաղորդակցվում է։ We would not have the Bible if God hadn't chose to reveal the Bible. Մենք չենք ունենա Աստվածաշունչը, եթե Աստված He takes the չորոշեր հայտնել initiative այն։ to communicate. Նա վերցնում է ինիցիատիվը Coming down is not so խոսելու մեր much հետ։ about physical movement. Վայր իջնելը այնքան էլ ֆիզիկապես իջնելու մասին չի։ This is the eternal, all-powerful, invisible God Սա հավիտենական ամենազոր Աստված է, who humbles himself ով խոնարհեցնում է and իրեն speaks to Moses եւ խոսում է in Մովսեսի words հետ that Moses would understand. բառերով, որ Մովսեսը կհասկանար։ You know, this is like a university professor of astrophysics Այսինքն որ աստղաֆիզիկայի պրոֆեսորը հա sits down on the համալսարանի ground with a 2-year-old little boy 2 տարեկան փոճուր տղայի հետ նստում է at night գետնին and starts trying to explain to him the stars. ու փորձում է իրեն սովորեցնի աստղերը ինչ են։ God is the God who humbles himself and comes and communicates to us. Աստված ինքն է խոնարհություն ցույց տալիս եւ իջնում։ And look at what is Հաղորդակցվում է said մեր about հետ։ these commandments. Տեսեք թե ինչ են ասվում պատվիրանների մասին։ What's it say about them as they're Ինչ է ասվում, ինչպես են նկարագրվում պատվիրանները։ Good statutes, reliable instructions. What do all of those words for, instructions, commands, ordinances, what do all those have in mind? Կանոններ, synonyms, պատվերներ, օրենքներ, ինչ են սրանք, չէ՞, հոմանիշներ են։ What's the central thing that is in each one of those? Can't like It's God telling us to do something, what to do. բոլորի մեջ էլ Աստված ինչ որ պատվեր է All տալիս those մեզ, words involve բոլոր God saying, բառերը this is what you do, this is what you don't do.
իր մեջ ներառում են չոր բան, որ պիտի անես կամ չանես։ And the adjectives that are used here Այս ածականները, որ օգտագործված են, հատկանիշները, describe these as burdensome and ներկայացնում են awful որ and not good, դարդոտ, right? վատ եւ դժվար, չէ։ Ինչ հատկան։ What do those adjectives say Արդար, about Ինչ ճշմարիտ եւ բարի։ հատկանիշներ են, չէ, reliable, good and impartial։ Ճշմարիտ, բարի։ There's a phrase that occurs again and again and again in the book of Deuteronomy. Երկրորդ օրինաց գրքում մի արտահայտություն է անդադ կրկնվում, So that it will be well for you and your children. որ լավ լինի քեզ եւ քո սերունդների երեխաների համար։ And amazingly, the book of Deuteronomy is the second law, Հետաքրքիր է, որ երկրորդ օրինաց, or repetition of the law. it's actually second law in In Armenian. That's Armenian, exactly so how that- it's called. that is- Երկրորդ օրենքն է հենց։ But the word love But- is used in Deuteronomy more than any other Old Testament book. Սեր բառը երկրորդ օրինացում օգտագործում է ավելի շատ, քան ցանկացած 5 տակարանյան գրքում։ I'm giving you these commands not because I hate you, Այս եմ ձեզ այս պատվերները ոչ թե որ ատում եմ, այլ որովհետև սիրում եմ ձեզ։ your parent. You know, we raised cows Մենք when I was a kid, երբ որ փոքր էի, կովեր էինք պահում, and some of our land was right by a road with asphalt. այդ մեր հողատ այդ մեր տարածքը So we ասֆալտի had կողքին fence, էր։ so that the cows would not get on the ցանկապատ road ունենք, and would not die. ցանկապատ ունենք, որ կովերը դուրս չգան ճամփա, And չմեռնեն։ our fence was pieces of wire, barbed wire, 3 of them, 4 of them. Ու փշալարեր կար ցանկապատի վրա։ And those crazy cows, they have this whole area where they Oh. can eat grass, really good grass. Հաս մեր կովերը, հա, ունեն լիքը տարածք, որտեղ կան բավականին լավ Where do you որակով think խոտ they ուտեն։ stood? Որտեղ են կանգնում, ինչ է կարծում։ Right there by the fence, trying to stick their head through Զաբորի մոտ կանգնած and get this գլուխներն dirty են։ brown grass that's got oil and gas fumes on. Ամենակեղտոտ մասը խոտի այդ են ուզում And I չտես think ինչ։ those cows thought you put that fence up to ruin my life. Իրենք մի գուցե մտածում են այդ ցանկապատը դրել ես որ կործանես իմ we կյանքը։ put that fence up so that you would stay alive. Չէ, դրել ենք այդ ցանկապատը որպեսզի ողջ մնաս։ Why does God tell us yes to these things, no to these things? Ինչ է Աստված ուզում որ ասենք այո որոշ բաների եւ ոչ մյուսների։ This wasn't just an abstract, oh, I'll say this or that. Ուղղակի abstract մի բան չէր սա։ As our creator, he knew this would hurt us and this would be good for us. Որպես մեր արարիչն է գիտեր որ այս ինչ And բանը with the մեզ desire to enrich our lives, he gave us his word. մեզ օգուտ կտա, իսկ այս ինչ բանը վնաս եւ իր խոսքը հարստացնում է մեզ։ So the more we get to know God and the more we live by his principles, Ինչքան ավելի ճանաչենք the Աստծուն, richer and ապրենք deeper that life gets. իր սկզբունքներով, այնքան ավելի հարուստ է դառնում մեր It's not a կյանքը։ life without problems, but it's a Ինչ life չի with նշանակում, որ առանց խնդիրների God's կյանք է։ presence with Բայց- us, guiding us into joy even in the midst of Աստծո sorrow. ներկայությունը մեզ ուրախության մեջ է առաջնորդում, նույնիսկ Now, վշտի մեջ։ he reveals to them his holy Sabbath. Իրենց հայտնած Սուրբ Շաբաթը, Did God give them the Sabbath because he got tired when he was creating the earth? Շաբաթ վերցրեց Աստծո, որտեվ He was հոգնեց, like me, he needed a nap. չէ, այսինքն իմ նման մի քիչ հանգիստ վերցրեց, պարկեց։ He knew that physical human beings would need to worship and rest at Շան, least one day a week. Գիտեր, որ մարդիկ ովքեր ֆիզիկական էակներ են, պիտի գոնե մի օր հանգստանան շաբաթվա մեջ։ Now, we don't worship on Saturdays anymore because Շաբաթ we worship օրերը the day that կոնկրետ Jesus rose from the dead. չենք երկրպագում, Հիսուսի հարության օրը, Կիրակի օրն ենք երկրպագում։ But I think in the way God created Բայց- reality, there's a rhythm. Աստծո արժեքործության մեջ ռիթմ կա։ You know, Paul will say some honor one day, some honor another day. Պաղոստն էլ ասում է, որ ինչ որ մեկը մի օրն են վեր պահում, իսկ ուրիշները The big ուրիշ thing օր։ is that we do take time periodically to rest and worship. Կարևորն այն է, որ մենք We're not designed to work 7 days a week. Մենք հանգստի օր ենք վերցնում, որովհետև չենք նախատեսված շաբաթի 7 օր աշխատելու համար։ I don't know how it's been in Armenia, but in America, when they've tried to keep people working with different shifts, but working 24 hours a day, 7 days a week, it normally doesn't end well.
Չգիտեմ Հայաստանում ոնց է, բայց երբ մարդիկ Ամերիկայում փորձել են իրենց կազմակերպեն, որ 24/7 աշխատեն, այդքան էլ լավ չի վերջացել ամեն They բան։ lose their best workers, Լավագույն աշխատողներին կորցնում են and their workers get sick more often. եւ աշխատողները շատ ավելի հաճախ են հիվանդանում։ When we get to the Sabbath, one of the things we're going to see though is Բաներից մեկը որ տեսնենք, ինչ կապված է շաբաթի հետ, celebrating the Sabbath was an act of faith. շաբաթը տոնելը հավատքի քայլ էր։ They really had to believe that if we follow God's plan and only work 6 days, we won't starve. Իրենք պիտի havատային, որ եթե ըստ Աստծո պլանի շարժվենք եւ It'll be ընդամենը okay. 6 օր աշխատենք, մենք սովորմար չենք լինի։ My dad was a very strong believer, Իմ հայրը շատ ուժեղ հավատքի մարդ էր and we worked on the farm. We had all kinds of animals. եւ ագարակ ունենք, տարբեր տեսակի The անոս only ուներ, thing we didn't have were goats. մենակ այծեր չունենք։ My mom hated goats. Մաման ատում էր այծերին։ But there would be other farmers around us that on Sunday they were out there working. Բայց ուրիշ ֆերմերներ կան, որ Կիրակի օրը աշխատում էին։ And my dad would always say, Պապան ասում էր. "Don't worry, God will take care of us." Հոգ մի արա, Աստված մեր մասին հոգ կտանի։ And he did. Եվ այդպես էլ եղավ։ The rhythm of taking an entire year off, every 7 years and not growing anything that they were supposed to do. Օրինակ The Sabbath year. 7-րդ տարին, որ պիտի թողնեին հանգստանար հողը, That was going to be a major act of faith. դա մեծ հավատքի քայլ էր։ No planting, no growing. You just Չես have to eat աճեցնում, what you have left over throughout the year. ոչ մի բան չես աճեցնում, այսինքն նախորդ տարվանից ինչ մնացել է ավելորդ դա ես ուտում։ Առանց հավատքի չես կարող Once այդպես again, ապրել։ He's designed, Jesus said, man was not made for the Sabbath, but the Sabbath was made for man. Ինչ Հիսուսը ասաց, որ մարդը շաբաթի համար չի ստեղծվել, այլ շաբաթը մարդու։ Why do you think? And he's reminding us all these principles that are here. Հիշեցնում ես բոլոր սկզբունքները այստեղ։ How have they just, the first part of this chapter and in chapter 8, how have they encountered these principles, these statutes, these commands, these things, these instructions? How In did what they form? encounter? Yeah. How did they, Ինչպես են how have they seen, yeah, how have they encountered these things? ինչպես են իրենք տեսել այս ամենը իրենց Fix it, կյանքում։ God. Առնչվել սրա հետ։ Հարցը չեմ հասկացել։ Meaning these Nehemiah people, how did they encounter one? By this, well, I'll go ahead and tell you. By this time, the first 5 books have been written down. Այս ժամանակ արդեն 5 գրքերը գրված էին, How are հանգամանցները they hearing գրված են։ once again God's commands, God's ordinances, etc.? Իրենք ինչպես են լսում, հա, ուրեմն Աստծո կանոնները եւ պատվիրանները Through the reading and study of His Word. Through reading and studying His Word, they're hearing afresh these commands from God. իրենք ոնց որ թարմ կերպով են, հա, սերտողության ուսումնասիրության միջոցով լսում ես կանոններն ու պատվիրանները։ By talking about all this, by saying God has been so Չէ, gracious, ասել, որ He's Աստված revealed այնքան His ողորմած will էր, for our lives. որ նա հայտնել է իր կամքը մեր կյանքի համար։ What do you think they're wanting to call the people back to in this process? What are they Why are they mentioning this in this process? Why mention these commands and these things in this process? what The process of, we're in the process, chapter 9 is confession leading to commitment. Այսինքն այս process-ում որ իրենք ապաշխարության մեջ են, հա։ Ինչու են սա նորից կրկնում։ Սա նկատի անցած ճանապարհ հայրերի։ Ինչ են հիշում երևի։ Այս Սինան հա ոնց որ նորից էս ամեն ինչ ասում է, չէ՞, Սինա լեռան վրա է սարվեց ամեն ինչա կրկնվում։ Every single event they mention Ամեն մի իրադարձություն որ is ենք designed to bring them to a point of confession of their sins and a fresh commitment to God. նախատեսված է որ եւս մեկ անգամ թարմ կերպով, հա, խոստովանեն իրենց մեղքերը ու նվիրվեն Աստծուն։ Abraham, deliverance from the Red Sea. Now Արչագործությունը, Աբրահամը, Կարմիր ծովի ազատագրումը, հիմա էլ եկանք հասանք Սինա։ the Levites mentioned all these with a purpose. Ղևտացիները այս ամենը նշվում են նպատակով։ To lead people to confession and commitment. Մարդկանց տանելու դեպի խոստովանություն եւ նվիրում։
So in a sense he's saying here, Այսինքն ինչ if you որ want առումով to նա ասում է, experience renewal, you եթե have to be committed to the word of God. ուզում եք To the revelation that God վերափոխում has given us. ապրել դուք պիտի նվիրված լինեք այն արթնությանը, որ Աստված տվել, այն հայտնությանը, որ Աստված տվել է մեզ։ Now so far it's pretty good. Հիմա ամեն բան լավ է։ God has done, God has done, God has done, right? Աստված արել է սա, արել է սա, արել է սա։ Don't really have any rebuke or reproof or pointing out of sin yet. Չկա The first 14 verses. հանդիմանություն կամ խրատ, այդպես ինչ որ բաներ դեռևս։ That changes in our next section. Դա փոխվում է մեր հաջորդ հատվածում։ Let's read 15 through 17. Կարդանք 15-ից 17-ը։ Նրանց քաղցի համար երկնքից հաց տվեցիր, ծանավի համար ջուր բխեցրիր ապառաժից եւ նրանց խոստացար որ մտնեն ու ժառանգեն այն երկիրը, որը նրանց տալու համար բարձրացրել էի ձեռքը։ Բայց նրանք եւ մեր հայրերը գոռոզացան ու խստացրին իրենց պարանոցը, չլսեցին քո պատվիրանները։ Մերժեցին հնազանդվել, շիշեցին քո հրաշքները, կատարել էի նրանց մեջ, այլ խստացրին իրենց պարանոցը, իրենց ըմբոստության մեջ առաջնորդ ընտրեցին, որ վերադառնան իրենց կապանքներին, սակայն դու ներող ողորմած գթած համբերատար բազմողորմ Աստված ես եւ չլքեցիր նրանց։ What events are talked about here? We got to Sinai. Հիմա Սինայինք հասել։ They could have gone into the promised land. Իրենք կարող էին մտնել And խոստացած something երկիր, happens in this. բայց այս հատվածում մի բան տեղի ունեցավ։ Խստացրեցին, They անհնազանդություն, stiff-necked, they became disobedient, showed disobedience. It's interesting where it talks about in verse 16 here, Հետաքրքիր է 16-րդ համարը։ where it talks about they acted arrogantly. Խոսում է, որ իրենք ամբարտավան պահեցին իրենց։ That's the same word he chose to use about the way the Egyptians acted. Այստեղ նույն կերպով խոսում է եգիպտացիների մասին։ You were acting just as bad as the Egyptians. Այսինքն ձեզ այնքան վատ պահեցիք, ոնց որ եգիպտացիներն են իրենց պահում։ But despite we have this rebellion that's going on in this section. Չնայած ունենք այս ապստամբությունը, հա, այսպես ասենք, որ կա այս հատվածում։ And let's go ahead and read 18 to 21 as well. Լավ, առաջանանք հիմա կարդանք 18-ից 21-ը։ Հատկապես երբ իրենց համար ձուլածո հորդ շինեցին եւ ասացին. Սա է քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսից դուրս է բերել, եւ մեզ վրդովմունք հարուցեցին, սակայն դու քո բազմուղորմությամբ նրանց չթողեցին անապատում, ամպիսյունը չհեռացավ նրանց վրայից, ցերեկը նրանց առաջնորդելով ճանապարհին, իսկ կրակեսյունը գիշերը նրանց լույս տա, լուսավորե այն ճանապարհը, որով պետք է գնային, նաեւ քո բարի ոգին տվեցիր նրանց ուսուցանելու, քո մանանան չհեռացրիր նրանց վերանից եւ ջուր տվիր նրանց երբ ծարավում են, իրավի 40 տարի նրանց բարեցիր անապատում, այդպես որ նրանք ոչինչի կարիք չունեցան, նրանց հագուստը չմաշվեց եւ նրանց ոտքերը չուռեցին։ According to these verses 15 to 21, list for me some things that God did to provide for them or take care of them when they were in the wilderness. 15-ից 21-ում հա մի քանի բաներ թվարկեք, որ Աստված իրենց համար արեց Եգիպտոսում։ Gave them food, they gave them water. Խոստումը տվել, Promise, զանուկ give them խոստումներ մտնելու։ promise that they'll eventually enter the promised land. Հետո And then Ամբիսյունը չհեռացավ the նրանց։ pillar of cloud and fire didn't leave them. եւ հոգին քո բարի հոգին տվեցիր։ Also, you gave them your good spirit, the manna, water again. Պահեցիր, որ Like ոչի բարի you. կարիք չունեցան, Basically, we didn't have, we lacked nothing. Our feet didn't swell, and the clothes did not wear out. David, мы должны делать перерыв на 10 минут и продолжим. Да. И последний час, да, будет? Да, хорошо. Перерыв на 10 минут и потом продолжим.
Ընդմիջում անենք հիմա ու շարունակենք